Սիրելի եղբայրներ, կշարունակենք մեր գործ արագելոց քրքի սերդողությունը։ Եվ անցյալ անգամ տեսենք 6-րդ գլուխի սկիզբը, թե ինչպես առաքյալները որոշեցին մարդիկ, որոնք ծառայեին սեղանի ծառայության, ասել է օգնություն, եկեղեցի մեջ տարբեր ծառայությունների մեջ մարդ որոշվեցան Սուրբ Օգիով լեցված, իմաստությունով լեցված մարդիկ, որոնք կարողանային եկեղեցին մեջ իրենց ծառայությունը անել։ Անցյալ անգամ այսօր մասին խոսեցանք, թե եթե ամեն մեկ ծառայող Սուրբ Օգիով լեցված Տիրոջ տան մեջ կծառայե, եկեղեցին կհառաջանա, դերը կուրախանա, հոգիներ կփրկվին եւ հրաշքներ կլա։ Եվ այսօր այդ պակասները կտեսնենք եկեղեցիներու մեջ, քանի որ մարդիկ իրենց տեղում չեն։ Իրենց տեղը չեն Սուրբ Օգիով իմաստությամբ լեցված ծառայելու խոնարհությամբ իրար։ Եվ քանի որ այդպես մարդ քիչ կա եկեղեցիներու մեջ, եկեղեցիներու օրդությունները քիչ են։ Գաղութենք, որ դերը ծառայողներ բարձրացնեն հոգիով եւ ճշմարտությամբ, իմաստությամբ, խոնարհությամբ ծառայող դեղական եկեղեցին։ Այս է հիմքը, որ Հիսուս դրավ։ Ուրեմն այդ 7 հոգիներեն մեկը Ստեփանոս համար 8-ն գսե որ հավատքով եւ զորությունով լեցված մարդը մեծ հրաշքներ եւ նշաններ գներ ժողովրդին մեջ։ Ստեփանոսը ոչ առաքյալ էր, ոչ Հիսուսի հետևորդ էր, բայց ապաշխարեց Սուրբ Օգիով վերստին ծնավ եւ եկեղեցի մեջ սկսավ բարձ ծառայություն ունել։ Սեղանի ծառայություն, գսել է ամենեն բարձ օգնության ծառայություն։ Բայց միջ այդ, քանի որ ինք խոնարհությամբ իր ծառայության մեջներ, Աստված ինք կործածեց հրաշքներ անելու, քարոզչություն անելու, հոգիներ բրգելու։ Նորեն կգտնեմ, երբ որ մենք խոնարհությամբ մեր ծառայության մեջ ենք, Աստված կկործածե մեզ։ Ստեփանոսը չսավ, ես Սուրբ Օգիով լեցված մարդ եմ, ես ինչ սեղաններու ծառայություն ունեմ, ես ինձի քարոզչություն տվեք, ինձի պարապանության խումբին մեջ տրեք, ինձի երևելի դեղեր տրեք։ Չէ, խոնարհությամբ ինչ որ ըսվեցավ իրեն այդ կատարեց եւ դերը բարձրացուց, այնքան բարձրացուց Ստեփանոսին, որ ամբողջ քրիստոնեական պատմության առաջին մարտիրոս եղավ, ամենամեծ բադվական տեղը տրվեցավ, քանի որ Ստեփանոս ինչ որ իրեն ըսվեցավ ծառայելու, ծառայեց խոնարհությամբ։ Այսպես մարդիկ քիչ կտեսնենք այսօր մեր դարբեր դեղական եկեղեցիներու մեջ։ Քարոզիչներ, մարդկանց թաստվողներ, բեմային ծառայություն ունողներ, երևելի ծառայողներ շատ կան, բայց բարձ խոնարհությամբ, հնազանդությամբ ծառայողներ քիչ։ Անորամար է որ եկեղեցիները իրենց դժվարությունները մինչև այսօր կշարունակվի։ Ավասիկ սկսավ հրաշքներ կատարել, նշաններ անել ժողովրդի մեջ, համարինը։ Բայց ոմանք այդ ժողովարանեն, որ ազատացիներուն եւ գյուրենացիներուն եւ ալեքսանդրացիներուն ժողովարանեն գսվեր, եւ ոմանք որ Գիլիգիայեն եւ Ասիային էին, ելան եւ Ստեփանոսին հետ վիճապանություն գնեին։ Ուրեմն դարբեր դբրոցներ էին, հոգևոր դարբեր դբրոցներ, դարբեր մոդեցումներ, դարբեր աստվածապանություններ եկան եւ սկսան վիճապանություն անել մեր սիրելի Ստեփանոսի հետ։ Բայց համար 10-ը չէին գրնար թեմ տնել այն իմաստության ու հոգին, որով ան գխոսեր։ Սուրբ Օգիով լեցված, իմաստության հոգիով, սիրո հոգիով, զորության հոգիով, ինչպես երկրորդ Տիմոթեոսը գսե, երբ որ լեցված է, գխոսի եւ ովևէ մեկ աստվածապան, ովևէ մեկ հագարագորդ չգրծավ իր թեմ տնել։ Ինչու՞, քանի որ իր իմաստությունը Աստուծո էր։ Աստված խոնարհներուն կպատվի, խոնարհներուն կբարձրացնի։ Մեր իմաստությունով չէ որ մենք ավետարանը կկարոզենք,
Մեր իմաստությունով չէ որ մենք մարդկանց պիտի համոզենք։ Մեր իմաստությունով չէ որ մենք լավ ծառայող պիտի լանք։ Չէ։ Մենք բարձրապես պիտի խոնարհենք, որբեսի Սուրբ Օքին ինք մեզ կործածե, որբեսի փառքը ինքը ստանա, Հայրը ստանա փառքը եւ ոչ թե մենք։ Եթե մենք մի բան գնենք, ուշադիր լանք, որ մենք չստանանք փառքը։ Դեր Հիսուս երբ Սուրբ Օքիով մեր մեջ կբնագի, ուզե որ փառքը ստանա միան ինքը, բայց մեզի գինա խոնարհությամբ ապրիլ Սուրբ Օքի քայլերը, ինչպես Ստեփանոս կարոզեց, հրաշքներ արավ, վիճապանեցան իր հետ, պատասխանեց իմաստությունով եւ ոչ մեկը չէր գնար իր թեմ ելնել։ Այնադեն հրաբուրեցին քանի մարդիկ, որբեսի ասեն թե մենք լսեցինք, որ ադիգա հայոյություն գնե Մովսեսին եւ Աստծո, եւ քրքրեցին ժողովուրդը եւ ձերերը եւ թբիրների անոր վրա հասնելով զինք բռնեցին եւ ադյանը դարին։ Սուտ վգաներ կանցուցին, որոնք կսեին այս մարդը չի տատարիր հայել է Սուրբ դեղին եւ օրենքին, կանզի լսեցինք անգե որ գսեր թե այս Նազովրեցի Հիսուսը պիտի քագե այստեղը ու պիտի փոխե Մովսեսին մեզի ավանդած սովորությունը։ Քանի որ չգրցան թեմ տնել իր իմաստության, սկսան զրբարդել, սկսան հագարագիլ, ասելով թե այս մարդը գահայոյ է Մովսեսին, գահայոյ է դաջարը, եւ գիտեք ժողովուրդը ինչպես ասեմ, ինչպես միջև այսօր, քանի որ խոսքեն դեղյակ չեն, ինչ որ գսվի իրենց գահավանան։ Եթե մարդիկ քիչ Աստծո խոսքեն դեղյակ գլային, մարդիկ մի դեսեն, լսենք, տեսնենք ինչ կսա այս մարդը։ Բայց քանի որ դեղյակ չեն, դքեդ են, ինչպես այսօր շատեր դքեդ են հոգևոր բաներու, ինչ որ գսվի կհավանան։ Եվ շատ շուտ կրնան հագարագիլ քարոզիչին, հավատացյալներուն, կհագարագին դիրոջ խոսքին, քանի որ դիրոջ խոսքեն դեղյակ չեն։ Մենք կտեսնենք մեր հայերուն մեջ։ Շատ անգամ, երբ որ ասենք իրենց քիծած դիսապանությունը չես կարոզեր, գսեն որ դու նախանտավոր ես։ Քանի որ իրենց քիծածը չես ասեր, չեն ուզեր մտածել թե ինչ կսես, այլ բարձրապես քանի որ իրենց քիծածը, իրենց սովորությունը, իրենց ավանդությունը չես կարոզեր, դու իսկապես խոսքը կկարոզես, մարդը գսե որ դու նախանտավոր ես։ Եվ շատեր այսօր գահայեն մեր նման ծառայողները, գահայեն մեզ, գահայեն այս ծառայությունը նաև։ Կանիներ ինչ բաներ գքրեն մեզ երբեմն։ Եթե քիչ ավելի իմաստունը լայն, քիչ ավելի խորանային, հոգևոր քրիստոնյա, հոգևոր մտքերուն, իրենք որ գսեն իրենք քրիստոնյային, քիչ ավելի խորանային, ես կկարծեմ շատ հստակությամբ մի հասկանային, որ մեր խոսածը ավետարանի խոսք է։ Բայց քանի որ նախանց կա, քանի որ տեսնան որ մարդիկ պնդրողը, ճշմարտությունը պնդրողը գտնե Քրիստոսով, այն ժամանակ այդպես էլ, այս ժամանակ այդպես է, կնախանցին եւ գուզեն խոչընդոտներ գտնել, որովհետեւ մարդիկ Քրիստոսին չգտնեն եւ չփրկվին։ Ինչպես կահանաները, այն ժամանակվա հրյա կահանաները խոչընդոտ գտնեին, որ մարդիկ չհետևին առաքյալներուն եւ չփրկվեին, չհետևեին Քրիստոսի, գիտեք ինչու, որ իրենց տաճարներուն մեջ շարունակեին գալ եւ գումարդալ եւ իրենց ապրեցնեին։ Միջև այսօր նույնն է, բամը փոխված չէ։ Անորոմար շատ կարևոր է, որ ես եւ դու եւ որ գսենք քրիստոնյա ենք, շատ կարևոր է իմանանք, հասկանանք, սերդենք, խորանանք մեր քրիստոնյական հավատքի վրա, ավետարանի խոսքի վրա։ Եվ ոչ թե այս կամ այն ավանդություններու վրա, այս կամ այն մարդկանց խոսքերու վրա, այս կամ այն սովորություններու վրա։ Ստեփանոսին պիտի սպանեն, քիչ հետո պիտի կարդանք։ Ինչու՞։ Քանի որ իրենց ավանդության մասին սխալ գարձիկ ունեին։ Գսեին թե ինք Մովսեսին հագարակ է, տաճարին հագարակ է, այդպես ասին։ 7-րդ գլուխը որ պիտի կարդանք, պիտի տեսնենք որ այդպես չէ։ Ընդ հագարակը ինք կբացատրե Մովսեսը, կբացատրե Դավիթը եւ գսե որ այդ բոլորը նպատակ էր
Քրիստոսին։ Ուրեմն համար 15 ադյանը նստողներուն ամենքը երբ անոր նայեցան, անոր երեսը հրեշտակի պես տեսան։ Հիմա երեմպերին ադյան որ թադեն, բայց գիտեն, դեսան, որ այս մարդը բարի է։ Երեսեն գերևնար Սուրբ Հոգի ներկործությունը, բայց նախանցը չթողեց իրենք, որ իրենք ընդունեին Ստեփանոսի խոսքը։ Գտեսնեմ, որ հրեշտակի պես է երեսը, գպայլի երեսը, բայց իր խոսքը չընդունեցին։ Շատեր կան, որ մեզ գսիրեն, իբր մարդ, գահարկեն մեզ իբր մարդ, բայց մեր խոսքը չեն լսեր։ Դերևս գահարկեն քեզ, քանի որ դու դրամ ունիս, բայց քո խոսքը չեն լսեր։ Գահարկեն քեզ, քանի որ քո ծնողքդ լավ մարդ էր, բայց քո խոսքը չեն լսեր։ Ստեփանոսին հարկեցին, դեսան, թե հրեշտակի պես կփայլեր երեսը, բայց իր խոսքը չընդունեցին։ Գտեսնեք սիրելիներ, երբ որ սիրտը գարձրացած է, ինչ որ ալլա մարդը գարձրացած իր նախանցին, իր փառքին մեջ պիտի կորսվի։ Որքան կարևոր է խոնարհիս Աստծո խոսքին։ Չմնաս քու գարձիկներու մեջ, չմնաս քու գարձածներու մեջ, քու սովորություններու մեջ։ Միշտ ավելի խոնարհիր Տիրոջ խոսքին եւ միջ Տիրոջ արչեւ սեդեր ավելին սորվեցուր, որբեսի քո խոսքդ իմ ուղեցույցը սլա։ Գլուխ 7 այնադեմ քահանայապետը ըսավ իրավցնե այդ բաները այդպես են եւ անիգա ասավ մարդիկ եղբայրներ եւ հայրեր մդի գրեք փառած Աստվածը մեր հոր Աբրահամին երևցավ եւ ատկեվեջ պիտի պատմե Աբրահամին պատմությունը Իսահակին պատմությունը Հակոբին պատմությունը Հովսեփին պատմությունը եւ գշարունակեմ Մովսեսին պատմությունը Ահարոնին պատմությունը Հեսուին պատմությունը Դավիդին պատմությունը Սողոմոնին պատմությունը եւ մինչեւ մարգարեները 7-րդ գլուխը ես պիտի չգարտամ բայց մի առաջարկեմ քեզ որ գարտաս Ստեփանոսը հրյական բոլոր հիմնական գրոնքը բացատրեց հրյական հիմնական գրոնքը իրենց հիշեցուց որ ինք օդար բան չերսեր ինք բարձաբես գհաստատեր ինք դագարանի Աստծո ըսած բոլոր խոսքերը ինք կհաստատեր այս բոլորը ուրեմն անոր համար է որ ինք սկսավ բոլոր 5 դագարանի պատմություններ են եւ բոլոր կարևոր մարդկանց պատմությունը կպատմե եւ այս բոլորը կհիշեցնե որ ինք ուրիշ գրոնք չի կարոզեր ինք կկարոզե հрьяներ հայրեր քահանաներ ծեր հարերու քարոզչությունը ես կսեմ բայց բանալին Քրիստոսն է մեր բոլոր քրիստոնեական այսօր մեր հայերուն մեջ քրիստոնեական դիսապանությունները շատերը գիտեն շատերը դիսապանություններուն ետևեն գվազեն բայց բանալին Քրիստոսն է Քրիստոսը մեկ կողմ ցկած Քրիստոսը մեկ կողմ թողած Քրիստոսի հետ անձնական հարաբերություն չկա Քրիստոսի խոսքը Քրիստոսի նվիրումը Քրիստոսի հետևելը շատերուն մոտ քիչ է շատ լավ դիտապանություններ գիտեն շատ լավ լույս պատմություններ դերևս գիտեն ավետարանի բայց ոչ Քրիստոսը ինքը եւ այս բոլորը երբ կբատմե Ստեփանոսը եւ որ այս բոլորին պատմությունը կբատմե 7-րդ գլխուն 51-րդ համարը նայեցեք ինչ կլա ով խստաբարանոցներ ու սրդով եւ ականջով չտլպատվածներ դեսնեք քանի որ երբ ինչ կխոսեր ինք կխոսեր այն հрьяները որոնց ինք կխոսեր իրենց հավատքի մասին նույնիսկ շիդակ բաներ ասելով այդ մարդիկ իրեն կհագաջարեին երբեմն առանց լսելու թե ինչ կսե պարզապես գուզեին ոչնչացնել առանց լսելու իր խոսքը
Եվ Ստեփանոս կփարգանա եւ գմատնանշե հայրերուն, կահանաներուն, այդ բոլոր Իսրայելի ներկայացուցիչներուն, որ ադյանին մեջ եւ կահանաբեդի ներկայությամբ, որ ադյանին մեջ իրեն գուզեն թադել։ Եվ ինքս է խստաբարանոցներ։ Այս խստաբարանոց բարը եւ ագանչով չտլպատվածներ բարը 5 դագարանի բարերն են, որ Ստեփանոսը գործածե մարգարեներու խոսքերն էին։ Քանի անգամներ մարգարեները ասին դուք խստաբարանոց եք Իսրայելի ժողովուրդ։ Քանի անգամ մարգարեները ասին դուք չտլպատվածներ եք, ձեր մարմինները կտլպատեք, բայց ձեր սրտերը տլպատված չեն Աստծո համար։ Քանի անգամ Աստված ասավ ձեր աղոթքները ես կզզվիմ, չեմ ուզեր լսել ձեր աղոթքները, չեմ ուզեր տեսնել ձեր սողությունները։ Այս բոլորը երբ որ Ստեփանոսը գխոսեր, այս բոլորը կհիշեցներ իրենց։ Դուք ամեն ադեն Սուրբ Հոգին հագարակ կգենաք, ինչպես ծեր հայրենալ դու գալ այդպես։ Սուրբ Հոգին հագարակ կգենաք։ Որն էր Սուրբ Հոգին ցայնը։ Ինչ կսեր Սուրբ Հոգին։ Առաջին էջեն մինչև այստեղ, ինչ կսեր։ Դարձեք ինձի, ապաշխարեցեք, զղջացեք, լսեցեք որդիս։ Նույնիսկ 5 դագարանի մեջ գսվեր երկրորդ Սամոս 2-ն գսե համբուրեցեք որդին, որ չփարգանա ձեզ մե։ Որդին համբուրեցեք։ Որդի քո Աստվածը քեզ Աստված ըրավ։ Որդին էր Մեսիան, որդին էր Հիսուսը։ Եվ Հիսուսը սավ անոր ինձ տեսավ հայրը տեսավ։ Ես եւ հայրը մեկ ենք։ Այս բոլորը կանանները լսել էին։ Այս բոլորը կանանները գիտեին, բայց մերժեցին։ Ինչու՞։ Խստաբարանոց եւ իրենց սրտերը չթլփատված գահագարագեին Սուրբ Հոգիի ցայնին։ Ինչու՞։ Իրենց հաշիվները, իրենց հանգիստը, իրենց քահերը, իրենց ունեցածները բահելով, իրենց աթոռները բահելով։ Արդյոք եթե Հիսուս նույն ցևով կար եւ մտներ մեր այսօր դարբեր եկեղեցիներու մեջ եւ խոսեր դարբեր եկեղեցիներու առաջնորդներուն հետ, կանաններ, հոգեվոր հովիվներ, քարոզիչներ, մի խոսքով բոլոր եկեղեցիների մասն է խոսքս։ Եթե Հիսուս կար եւ խոսեր, արդյոք մարդ պիտի լար զինք լսելու։ Արդյոք մարդ պիտի լար լսելու Հիսուսի խոսքը հնազանդելու համար Հիսուսի։ Ինչ կգարձեք, չեք կարծեր, որ մարդիկ այդ հոգևոր պատասխանատուները իրենց աթոռները պաշտպանելու համար Հիսուսին նույնիսկ եկեղեցին դուրս պիտի տնեին։ Այսօր ճշմարիտ քարոզները, ճշմարիտ քարոզիչները, ավետարանիչները այսօր այսպիսի եկեղեցիներու մեջ դեղ չունեն։ Քանի որ այսպիսի եկեղեցիներու առաջնորդները գվախնան իրենց աթոռները գործընծնելու։ Թողները մեզ խոնարհություն դա, որովհետեւ մենք սորվինք եւ հասկանանք, սիրելիներ, թե Հիսուսը ընդունելու համար Սուրբ Հոգի ցայնը պիտի լսենք, եւ Սուրբ Հոգի ցայնը մեզ միշտ պիտի սորվեցնե խոնարհություն Տիրոջ խոսքին եւ ոչ թե մեր աթոռներուն։ Ձեր հայրերը ինչպես են, այդպես ալ դուք եք։ Մարգարեներեն որը չհալածեցիք, ձեր հայրերը չսպանեցին զանոնք, որ նախապես պատմեցին այն արդարին կալուն համար, որը դուք հիմա մատնեցիք եւ սպանեցիք, դուք որ օրենքը արիք հրեշտակներու մատակարարությունով ու չբահեցիք։ Դուք հрьяաներ, մարգարեները ցեզի եկան, հրեշտակները Մովսեսի օրով, հրեշտակներու միջոցով, Աստուծո մադի միջոցով օրենքներ ստացաք։ Այդ բոլորը ցեզ խոսեցան այն արդարի մասին, Հիսուսի մասին, որ դուք սպանեցիք, որ դուք խաչեցիք, որ դուք մատնեցիք։ Հավասիկ Ստեփանոսը մատը գտնե մեղքի վրա։ Որ մեղքը Հիսուս Քրիստոսին դուք
սպանեցիք, Հիսուս Քրիստոսին դուք ուրացաք, դուք մատնեցիք, այն արդարը, որ ամբողջ 5 դագարանը ով հրյաներ ցեզի գսեն։ Եվ մինչև այսօր հրյաներ այսօր չեն ընդունիր Քրիստոսը, այն արդարը Մեսիան, որ գսպասեն, չեն ընդունիր։ Մինչև այն օրը, որ պիտի խոնարին եւ ընդունին, թե Հիսուսն է Մեսիան, որ իրենք խաչեցին, որ իրենք սպանեցին, պիտի ընդունին եւ պիտի զղջան, եւ պիտի ցավին, եւ պիտի տարապին։ Նույնիսկ պիտի ասեն լեռներուն, որ մեր վրա ինգեք, քանի որ մենք չընդունեցինք այն որդին, որ ուղարկվեցավ ամենագարող Աստծուն է։ Այս բանը Ստեփանոսը հստակ խոսեցավ։ Եթե Ստեփանոսը կար եւ մեր եկեղեցիներուն մեջ այսպես խոսեր, ինչ կգարձեիք։ Կգարձեմ, որ մեծամասնության եկեղեցիներուն մեջ Ստեփանոսին դուրս պիտի վրընդեին։ Ասելով դու կխանգարես մեր գարկը, կխանգարես մեր արարողությունը, կխանգարես մեր հանգիստը։ Բայց Տերը մեզ գսի ապաշխարեցեք, երկնքի թագավորությունը մոտ է։ Բարձեք ձեր չար ճամփաներեն եւ քայլեցեք արդարի ճամփուն մեջ։ Դարձեք ձեր քահերեն եւ աթոռներեն, դարձեք ձեր անձերը բարձրացնելեն եւ ընդունեցեք Տեր Հիսուսը խոնարհությամբ։ Համար 54 Անոնք այս բաները լսելով սրտերնուն մեջ գկադղեին եւ ագրանին անոր վրա գկրջդեին։ Ինքը հրավիրե զղջումի իրենք կգադղին։ Ինքը հրավիրե որ այդ մարդիկ խոնարհվին, բայց այդ մարդիկը գահագարագին։ Այսօր նույնն է սիրելիներ։ Երբ որ ճշմարտությունը կքարոզենք, երբ որ մարդկանց կսենք պետք է որ դու դառնաս քո սխալետ, պետք է որ ընդունիս քո մեղքը, մարդ ավելի կգադղի քո հանդեպ։ Ավելի քո թեմ ինչպես եմ զրբարդություններ կստեղծի։ Միջայտուն գուզես որ ինք ապաշխարե, ինք դառնա, ինք փրկվի, ինք օրտնվի, ինք եւ իր ընտանիքը, դու այդ կուզես իր մե, բայց ինքը գրջդե քեզ։ Ստեփանոս կուզեր ամբողջ հрьяները, ամբողջ ազգով փրկվեին եւ վարվեին Տիրոջ օրտնության մեջ եւ օրտնվեին Տիրոջ ներկայությամբ եւ կային այդ Տիրոջ մեծ խոստումների մեջ Սուրբ ոգի գրակը ստանալով Ստեփանոսը միան կուզեր օրտնություն իրենց, բայց ասոն կգադղին, ագրաները կգրջդեն, թեմ գտնեն իրեն։ Համար 55 Բայց Ստեփանոս Սուրբ ոգիով լեցված երկինք նայեցավ, հալելույա։ Միջ Ստեփանոսին գահայոյեն, գուզեն կարգոծել, Ստեփանոս շիդակ տեղ գնայի, երկինք։ Սիրելի քույր եղբայրներ, գրնամ երկար քարոզել այս համարի վրա, շիդակ տեղը նայել, երբ ցավ գդարաբանք կա, շիդակ տեղը նայել, շիդակ տեղը նայեցավ, ուր որ ամեն հավատացյալ պետք է նայի, ուր որ ամեն հավատքի մարդը պետք է նայի, նայեցավ շիդակ տեղ, մարդկանց չնայեցավ, այս աշխարհի բարձր դեղեր չնայեցավ, օգնություն չխնդրեց այս աշխարհի վիճակներեն, այս աշխարհի մարդկոց մե օգնություն չխնդրեց, շիդակ տեղը նայեցավ եւ ինչ տեսավ, գրված է, Աստուծո փառքը եւ Հիսուսն ալ Աստուծո աջ կողմը նստեր էր, հալելույա, տեսավ այն Հիսուսը, այն հարուցյալ եւ համբարձված Հիսուսը, նստավ հոր աջ կողմը նստած, տեսավ այդ թագավորների թագավորը, որուն համար ինք պիտի մեռնի, տեսավ այն Հիսուսը, որ կյանքը տված էր բոլորին համար, շիդակ տեղը նայեցավ եւ տեսավ թագավորների թագավորը հոր աջ կողմը նստած, մեկ խոսքով իշխանության վրա նստած, որ ամեն ինչ գիշխե, ամեն բանի վրա իշխանություն ունի, ամեն բանի վրա այո իշխանություն ունի, նույնիսկ այդ վիճակի մեջ, որ հрьяները կքարգոծեին Ստեփանոսին։
Եվ ինչ կսե։ Եվ ահա կտեսնեմ երկինքը բացված, ու որդի մարդու Աստծո աջ կողմը գայնած։ Եվ իր այս տեսիլքը կհրճագե։ Ինք կտեսնի Հիսուս Քրիստոսը նստած, բայց մինչ ինք կհրճագե Հիսուս Քրիստոսի հաղթությունը, որդի մարդու Աստծո աջ կողմը նստիլը, մինչ ինք կհրճագե, Հիսուս աթորեն կգայնի։ Կգայնի պատվելու համար Ստեփանոսին, կգայնի պատվելու համար այն հավատարիմին, այն խոնարհին, որուն համար ինք կյանքը տված էր, եւ այն խոնարհը հիմա Հիսուսի համար իր կյանքը պիտի տա։ Հիսուս կպատվե զինք ծառայող խոնար Ստեփանոսին։ Ուր են Ստեփանոսներ այսօր, որ տեսնեն երկինքը բացված, ոչ թե տեսնեն իրենց դիմացի դժվարությունները, այլ նային շիրակները եւ այդտեղ անպայման Տերը պիտի ցույց տա իր թագավորությունը, իր իշխանությունը, իր փառքը։ Հալելույա։ Գայնած Հիսուս կգայնի Ստեփանոսին թիմավորելու համար։ Ով հավատարիմ սիրելի քույր եղբայր, հավատարիմ եղիր Տիրոջը, խոնարհությամբ ծառայե Տիրոջը, շարունակե դժվարություններու մեջ շիդակները նայել, երբեք պիտի չի հուսախաբվես։ Դերը գիտե պատվել իրենինները։ Շիդակ ժամանակին, իրական ժամանակին դու մնա հավատարիմ։ Իսկ անոնք մինչ Ստեփանոսը գսե որդի մարդոն կտեսնեմ հոր աջ կողմը նստած, այդ որդի մարդոն գիտեք ով էր։ Հիսուսն էր, մենք գիտենք, բայց 5 դագարանի մեջ Դանիելի օրով այդ որդի մարդու համար քրված է եւ հрьяաները շատ լավ գիտեին, որ որդի մարդուն այդ մեսիան է, այն Աստվածն է, որ պիտի կար։ Բայց Ստեփանոս արդեն կտեսնե իրեն, կխանգարվին, քանի որ իրենք կսպասեին մեսիան, բայց Ստեփանոսը կտեսնե մեսիան։ Մինչ ինքը կհրճագե, անոնք մեծացայն աղաղակելով, ագաչնին կոծեցին եւ ամենքը մեկին վազեցին անոր վրա, ու քաղաքեն դուրս հանելով քարգոծեցին զանիգա եւ վգաները իրենց հանդերձները բահտրին երիտասարդի ոտքի մկով, որոն Սողոս կսվի։ Այս Սողոսը մեր Բողոս Արաքյալն է, որ Ստեփանոսի մերնելու օրով ինք իր իրավացումը տվավ։ Ինք այդտեղ էր, ինք այո ասավ, ինք մասնագից դարձավ Ստեփանոսին եւ անոր իր յանքի միջև վերջ Բողոս հիշելով այս կետը գամչնար, ասելով ես մեղավորներն ամենամեծն եմ, քանի որ ինք գիտավ, որ Քրիստոսի զավակին ինչպես սպանեց։ Եվ գկարգոծեին Ստեփանոսը, բայց ինք աղոտ կներ եւ գսեր. Դեր Հիսուս, ընդունե իմ հոգիս։ Ու ձունգի կալով բարձրացայն աղաղեց. Դեր այս մեղքը մի սեբեր իրենց, այս ասելով ննչեց։ Քույր եղբայրներ, եթե դու կտեսնես երկնքի փառքը, դու մարդաց վրա թադաբարդություն չես ուներ։ Մարդիկ քեզ գտադեն, վատ բաներ գսեն, քեզ հագարակ խոսքեր գսեն, երբ որ դու երկինք կնայիս, չարը չարով չես պատասխաներ։ Երբ որ դու երկինք կնայիս, չես խռովիր, չես խանգարվիր։ Ինչու՞, քանի որ քու կտեսնես երկնքի քո փառքը, քո թագավորը Տեր Հիսուս Քրիստոսը, որ քեզ համար մերավ հարություն արավ եւ քեզ համար գփարի խոսե այսօր հոր աջ կողմը, ուրեմն ինչու պիտի խանգարվիս, եթե Աստվածներուն Աստվածը քո գող կնե, ով գրնալալ քեզի հագարակ։ Շիդակները նայր եւ չես զղջար։ Եվ թշնամիներուդ վատը չես ուզեր։ Ներե դեր, ներե, չեն գիտեր ինչ կնեն, Հիսուսի աղոթքը հրավ։ Ինչպես Հիսուս խաչին վրա նույն բանը աղոթեց, ահավասիկ Ստեփանոսը նույն ցևով իր մինչ ինք կմեռնի, իրեն քարգոծողներուն ներողություն կխնդրե։ Աղոթե որ Աստված ներե։ Ինչպես դերը, այնպես ալ ինք։ Երանի մենք սիրելի հավատացյալներ,
նման էինք մեր Տիրոջը։ Այստեղ ցույց կտա հավատացյալին կյանքը։ Ստեփանոսը խոնարհությամբ կաշխարե, խոնարհությամբ եկեղեցին գծարայե։ Մինակ չէ, շատ հավատացյալներ կան այսօր եկեղեցի չեն երթար։ Հավատացյալներ կան այսօր եկեղեցին թուրը չեն գիտեր։ Հավատացյալներ կան սուբ կիրկեն տեղյակ չեն։ Հավատացյալներ կան չեն կար եկեղեցի խոնարհելու Տիրոջ առաջ գալու ոչ։ Իրենք դունը եկեղեցի իբր թե հավատացյալ են։ Չկա այդպես բան։ Հավասիկ մարդը Ստեփանոսը հավատացյալ վերստին ծնված եկեղեցի մեջ խոնարհությամբ ծառայեց։ Ինչ ըսին իրեն այդ բանը հրավ։ Երբ որ ինքը խոնարհեցավ, Աստված Սուրբ Հոգիով լեցուց այդ մարդուն։ Հրաշքներ, ուղղություններ, քարոզություններ։ Հավատացյալի կյանքը այսպես է։ Երբ որ Սուրբ Հոգիով գկալես, այս բաները պիտենես։ Եվ չմոռնաս Հիսուսի քայլերին պիտենես։ Հիսուսի ադեցին քեզ պիտի ադեն, Հիսուսի չընդունեցին, քեզ պիտի չընդունեն, բայց դու ավետարան պիտի կարոզես, նույնիսկ կյանքիդ միջև վերջին վարյանը, նույնիսկ երբ որ քեզ կսպանեն, նույնիսկ երբ որ քեզ հագարագեն, նույնիսկ երբ որ քեզի համար վատ բաներ գսեն, շարունակե ավետարանը կարոզել։ Եվ դերը կպատվի քեզ։ Ինչպես դերը, այնպես ալ դու։ Ինչպես դերը, այդպես ալ դու։ Հալելույա։ Ինչ օրինակներ գսորվեցնես Ստեփանոսը մեզ։ Փառք մեր Տիրոջը։ Սողոսալ գամագից էր անոր սպաննվելուն։ Գործ առաքելոցը Ղուգաս ավետարանիչը գրե, գիտեք, եւ Ղուգաս ավետարանիչը Բողոսին կորձագիցը եղավ դարիներ։ Եվ այստեղ մեզ կպատրաստե ծանոթացնելու Բողոսին։ 9-րդ գլխի մեջ մենք տեսնենք Բողոսին թե ինչպես ապաշխարեց։ Կամաց մեզ ցույց կտա այստեղ Ղուգաս ավետարանիչը դեր Սողոսը եկեղեցի հագարակ մարդ էր։ Քրիստոսի հագարակ մարդ էր։ Բողոս առաքյալ եղավ, բայց անգարաջ ինք հագարակ էր եկեղեցին, հալածեց, սպանեց։ Եվ այստեղ Ստեփանոսին առաջին հալածված Մարտիրոս բոլոր քրիստոնեական պատմության մեջ ներկա էր Սողոս եւ իր գամագից էր այս խնդիրներում, այս սպանությանը։ Հալելույա։ Այն օրը մեծ հալածանք եղավ, գլուխ 8-ը Երուսաղեմի մեջ եղող եկեղեցին թեմ առաքյալներեն շատ ամեն կնալ առաքյալներեն զադ ամեն կնալ ծիրուցան եղան Հրեաստանի Սամարիայի երկիրներուն։ Այստեղ կարևոր է։ Գլուխ 1 8-րդ համար Հիսուսը ասավ. Դուք իմ վկաներս պիտի լաք Երուսաղեմ, Հրեաստան, Հուտա, Սամարիա եւ աշխարհի ծայրերը։ Երուսաղեմի մեջ սկսան վկայություն անել։ Առաջին հալածանքը սկսավ։ Երուսաղեմի մեջ էին առաքյալները։ Հավատացյալները, առաջին հավատացյալները բոլորը Երուսաղեմի մեջ էին։ Ուրեմն Աստված ինչ կդե։ Հալածանք կբերե, որբեսի հավատացյալները ծրվին ուր, ծրվին մինչև երկրի ծայրերը, ինչ որ Հիսուս ինքը ասավ, իմ աշակերտներս մինչև երկրի ծայրերը։ Ուրեմն երբ որ Երուսաղեմի մեջ սկսել էին իրենց կոմֆորտը, անկիստը, իրենց հոգևոր այսպես իրավիճակը, անկիստը, որ լավ ենք, մենք մեզի լավ ենք, ինչպես այսօր շատ մի եկեղեցիներ իրենց շենքերում մեջ իրենց լավ գսկան։ Իրենց ընտանիքով լավ գսկան, բարեկամներով լավ գսկան, հավատացյալները իրենց խումբերով լավ գսկան։ Բայց չմոռնաք մենք կանչված ենք տարածվելու, ավետարանը տարածելու։ Անորոմար այստեղ Աստված հալածանք բերեց։ Հալածանք բերեց, որպեսի ծրվին հավատացյալները։ Ոչ թե Երուսաղեմ պիտի մնային։ Եվ ասիկա Տիրոջ սպառազինությունն է։ Տիրոջ ուղղությունն է, ռազմավարությունն է։ Երբ որ դերը, երբ որ փամը գնե, գուզե որ մենք այդ ուղղության մեջ լանք։ Նույն բանալ, երբ որ Աստված գսե ամբողջ աշխարհը լեցուցեք,
Բաբիլոնի օրով բոլորը միացան իրարի հետ նույն տեղը։ Աստված ծրվեց։ Սուրբ Հոգի օրը, երբ որ եկավ Պենտեկոստեի օրը, Աստված բոլորին հավաքեց, լեզուներ տվավ, տարբեր լեզուներ, որպեսզի ծրվին միջև աշխարհի ծայրը, եւ ոչ թե նստին հանգիստ լան իրենց մով։ Սիրելի քուրիակներ, եկեղեցիներում մեջ աթոռներ պետք չէ լան։ Նստարաններ, աթոռներ, հանգստավետ աթոռներ, որ նստենք եւ հանգիստ լանք այնտեղ։ Եկեղեցիները գանչված են իրար հետ աղոթելու, Սուրբ Հոգիով լեցվելու եւ դուրս ելնելու։ Եվ երբեմն նույնիսկ եթե դու չնես, Աստված հալածանք պիտի բերե, ցանկդ պիտի խանգարե, որ դու ապաշխարես, որ դու զղջաս եւ դու իր գամքին մեջ մնաս։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Համար 2 Աստվածավախ մարդիկ Ստեփանոսը վերցուցին, անոր վրա մեծ ողբ ըրին, բայց Սողոս եկեղեցին շատ վնաս կուդար, դուները գմտներ, այրեր եւ գիներ գքաշեր, բան տնել գուդար, ահավասիկ Սողոսի կորձը։ Բողոս Արաքյալ, Սողոս, Բողոսը լալեն արած Սողոս էր։ Ինչ կներ, եկեղեցիները գալած էր դունեդուն։ Գսե դունեդուն կան որ եկեղեցիները դուներու մեջ էր։ Եկեղեցիները դուներու մեջ էր։ Նորեն կգրտնեմ այդ մարդիկը որ դերևս չեն լսած ինձ այս ասածս, դերևս չեն մտածած։ Եկեղեցիական շենք չգա սուրբ գիրքի մեջ։ Հետո շենքերը շնվեցան։ Եվ սխալ նպատակի համար շնվեցավ։ Դուներու մեջ էին, ժողով գնային, գսորվեին, գաբաշխարեին, գերկային ուրիշ դուն, եւ քաղաքը գլեցվեր։ Դունեդուն, փոքր խմպակներով քաղաքը գլեցվեր։ Նույնիսկ կարդացինք անցաշաբաթ հрьяաները ըսին արաքյալներուն ամբողջ Երուսաղեմը լեցուցիկ ծեր ուսմունքով։ Ինչպես լեցուցին։ 5000 հոգի ապաշխարեցին Երուսաղեմի մեջ։ Ինչպես եղավ։ Դունեդուն։ Մեր դուները բանանք, որպեսի ժողովները լան, որպեսի սուրբ գիրքը գարտացվի, որպեսի աղոթք կլա, որպեսի միապանությունը լա, փառապանությունը լա։ Այս է եկեղեցին։ Անորոմար Բողոս, Սողոս, դունեդուն գերտար։ Եվ դունի մեջի եղած հավատացյալներուն գբատջեր եւ բանտ կտներ։ Համար 4 Սակայն ցիրուցան եղածները գբդդեին ու խոսքը գկարոզեին, խոսքը գկարոզեին, ով ցիրուցան եղողները։ Փիլիպոսալ Սամարիայի մեկ քաղաքը իջնելով Քրիստոսը գկարոզեր անոնց։ Գտեսնեք ինչ գեղեցիկ է, խոսքը գկարոզեին, Քրիստոսը գկարոզեին, նույն բանն է։ Եթե մեր քարոզչությունը Քրիստոսը չէ, մենք խոսք չենք կարոզեր։ Մենք եթե դիսապանություն մարդկանց կսորվեցնենք, ինչպես մոմ վարել, ինչպես այսպես անել, ինչպես քալել, ինչպես նստել եկեղեցի մեջ, ինչպես ելնել եկեղեցի մեջ, ես քարոզչություն չէ։ Քարոզչությունը Քրիստոսը պիտի կարոզես, որովհետեւ մարդ ճանչնա Քրիստոսը, մարդ ճանչնա իր մեղքը, մարդ ապաշխարե իր մեղքերեն, զղջա իր մեղքերուն վրա եւ սուրբ կյանք ապրելով, սուրբ ոգին ստանա եւ ծառայ եկեղեցի մեջ եւ կարոզե ավետարանը սպասելով Հիսուս Քրիստոսի երկրորդ կալստյան։ Այս է Քրիստոսը։ Քրիստոսը կկարոզեին։ Փիլիպոսնալ նույնպես ով կնած քաղաքները եւ Քրիստոսը կկարոզեր։ Եվ ժողովուրդը միապան Փիլիպոսի ըսածներուն ուշադրություն կդեին, լսելով եւ տեսնելով այն նշանները, որոնք կներ։ Փիլիպոս, նշան, կարոզ։ Նշաններ, հրաշքներ, կարոզներ։ Քրիստոսը։ Քրիստոսն է կարևորը։ Հրաշքը ոչ թե Փիլիպոսը կներ, այլ Քրիստոս կներ Սուրբ Հոգիով Փիլիպոսի միջոցով։ Շատ տիվահարները բիղձ ոգիները մեծացան աղագելով գելլեին եւ շատ անտամալույցներ եւ գաղեր կփշշկվեին։ Մեծ ուրախություն եղավ այն քաղաքի մեջ։ Ուր որ Բողոս գնաց, Սամարիայի մեջ գնաց, մեծ ուրախություն, բժշկություն, ազատագրություն, եկեղեցիներու հավաքույթներու մեջ այդ ուրախությունները պետք է լան, բժշկություններ, առողջություններ, հրաշքներ։ Ինչու, քանի որ
Քարոզչությունը Քրիստոս եւ կքարոզես Քրիստոս ինքը մոդենա Սուրբ ոգիով եւ այդտեղ հրաշքներ գլան եւ այդպես պետք է լա անորմալ պետք է հավաքվենք մեր խումբերուն մեջ անորմալ պետք է հավաքվենք դեր օրտնելու եւ ճաշտելու դիրոջ ներկայությունը վայելելու ոչ թե դիսապանություն մնելու որ գեսեն շատ մարդիկ չենալ հասկանալ ինչ կնեն Հավասիկ գործ առաքելոցը մեզ գսե ինչպես էր եկեղեցին, ինչպես սկսավ եկեղեցին, ինչպես պետք է լա եկեղեցին։ Համարինը բայց Սիմոն անունով մարդ մգար, որ նախապես այն քաղաքի մեջ մոկություն գներ, գախարդ էր, և սամարացիները գապշեցներ իրեն համար ասելով թե մեծ մեկն է։ Ամեն կնալ բզդիգեն մինչև մեծ անոր ուշադրություն գնային ու գսեին ասիգա աստուծո մեծ ըստված զորությունն է։ Շատ ժամանակի հիվեր գախարդություններով զանոնք ապշեցնելուն համար իրեն ուշադրություն գնային։ Բայց երբ Փիլիպոսին հավատացին ու աստուծո թագավորությանը եւ Հիսուս Քրիստոսի անունը գկարոզեր մգրդվեցան թե այրեր եւ թե գինար։ Ուրեմն այս մարդիկ Սամարիայի մեջ գահավատային այս Սիմոնին։ Սիմոնը գախարդին մեկն էր։ Գախարդություն գներ։ Է մարդիկալ ինչպես գրված է, գապշեին եւ գսեին «Վաու, այս ինչ լավ մարդ է, այս ինչ զորավոր մարդ է, այս ինչ շիրակ մարդ է»։ Բայց երբ Քրիստոսը լսեցին, երբ ազոտ թագավորության մասին լսեցին, սիրելիներ, ապաշխարեցին, ասել է զղջացին իրենց սխալ բաներով վրա։ Այո, հրաշքը չէ կարևորը, այլ հրաշք ընողն է կարևորը, Քրիստոս։ Իրենք վարժված էին հրաշքներ տեսնել, ավելի գախարդություններ տեսնել։ Իրենք հիմա կտեսնեն հրաշքներ, բայց հրաշքի համար չէ որ ապաշխարեցին։ Իրենք Քրիստոսը ընդունեցին։ Շատ մարդիկ հրաշքներ կսպասեն ապաշխարելու համար։ Ես ցեզնեմ այսօր Սատանայի աշխարհը հրաշքներ գնե, տևային աշխարհը հրաշքներ գնե։ Գրոնքներ կան, որոնք գախարդություններ գնեն, գախարդներ կան, վհուկներ կան։ Այդ բոլորը գրնան զարմացնել մարդկանց, ինչպես այստեղ Սիմոնը կզարմացներ մարդկանց։ Հրաշքը չէ որ մեզ դիրոջ կմոտեցնե, Քրիստոսի հավատալն է։ Իրենք ընդունեցին Քրիստոսը, ազոտ թագավորությունը, որ իրենց կքարոզեր Փիլիպոսը, ապաշխարեցին եւ մգրդվեցան։ Մգրդվեցան, ինչ ասել է։ Ասել է ամբողջ կյանքերին հացնեցին Հիսուսին։ Մգրդությունը ապաշխարութենեն հետո է, անգե առաջ չէ։ Առաջ հավատք, հետո մգրդություն։ Առաջ զղջում, հետո մգրդություն։ Առաջ նվիրում, հետո մգրդություն։ Մգրդությունը ասել է գնվիրվիմ այն Քրիստոսին, որ ինձ համար մերավ եւ հարություն արավ, ես իմ անցյալս կթաղեմ եւ նոր կյանք կսկսեմ Քրիստոսով։ Այս երեխան չի կրնարնել, այս չափահասը պիտի անի։ Եվ գտեսնեք Բողոս գործ առաքելոցի մեջ, որ մգրդությունը հավատքեն հետո գուկա։ Առաջ հավատք, զղջում հավատք ապաշխարություն, հետո մգրդություն։ Ապաշխարություն առաջ, հետո մգրդություն։ Ինչու մգրդությունը ասել է ես կմտնեմ ծառայության մեջ։ Կմգրդվի ասել է նոր կյանք կսկսեմ ծառայելու Քրիստոսին։ Որոշում է, ընտրություն է, նոր ուխտ է, նոր կոնտրա է, որ դու գնես Աստծո հետ։ Անորամար նախ ապաշխարություն, հետո մգրդություն։ Գրված է։ Եվ այդ բոլորը գսե այրեր թե գիներ, մգրդվեցան, Սիմոնն ալ ինքը գսե հավատաց, մգրդվելով միշտ Փիլիպոսին հետ էր եւ տեսնելով այն նշանները մեծ զորությունները, որոնք կլային գզարմանար։ Անշուշտ Աստուծո ուրած հրաշքները ավելի զարմանալի է, քան թե դևերու ուրած հրաշքները։ Ուրեմն այս Սիմոնը գալտրաթարնա, որ իսկապես Աստված հրաշքներ գնա եւ Փիլիպոսի հետ են գերտա։ Չմոռնաք ինքը վարժված էր ժողովրդի մարդը լալ։ Վարժված է որ մարդիկ իր հետևեն կային։ Վարժված է որ մարդիկ իրեն լսեին։ Վարժված է որ մարդկանց իրենց ապշեցին, ինքը ապշեցներ մարդկանց։ Վարժված էր փառք եւ բադիվ ստանալ։ Վարժված էր աբրիսներու եւ բրավոներու։ Հիմա պիտի տեսնեք ինչ վատ վիճակ պիտի ունենա։ Անորմալ ուշացիր պետք է լաս։ Շատ բանի երբեմն վարժված ենք մեր մեղավոր աշխարհի մեջ, ապաշխարել են հետո գուզենք այդ բաները նույն ցևով ապրիլ եւ արդեն այդտեղ
սատանան մեծ գործեր գնե ուշադիր եղիր։ Այ Համար 14 Երուսաղեմի մեջ եղող առաքյալները երբ լսեցին թե սամարյացիները Աստծո խոսքը ընդուներ, Պետրոս եւ Հովհաննեսը անոնց ղրգեցին, որոնք հոն հասնելով աղոտ կրին անոնց համար, որբեսի Սուրբ Հոգին առնեն։ Այստեղ շատ կարևոր վարդապետական թեմա կա։ Հիսուսը ասավ իմ վկաներս պիտի լակ Երուսաղեմ, Հուտա Սամարիա եւ աշխարհի ծայրերը։ Պետրոսին ասավ քեզի պիտի դամ բանալիները արքայության օրդուն բանաս։ Եվ այստեղ հանգրվան կա Երուսաղեմ, Հուտա Սամարիա եւ աշխարհի ծայրերը։ Երուսաղեմը Պետրոսը կարոզեց գիշեք, երբ որ Սուրբ Հոգին եկավ, Պետրոսը այդտեղ էր եւ քարոզը հրավ եւ մարդիկ սկսան ապաշխարելու։ Այստեղ Սամարիայի մեջ Պետրոսը չկա, Փիլիպոսը ավետարանչություն հրավ, Փիլիպոսը չմոռնաք, այդ 7 անձերեն մեկն էր, ինչպես Ստեփանոսը, այդպես էլ Փիլիպոսը, չմոռնաք, խոնար մարդ էին, սեղանները ծառայելու համար ընդրված էին եւ դեր իրենց կործածեց։ Հրաշքներ, ավետարանչություն այստեղ Սամարիայի մեջ, բայց Պետրոս պետք է կար, որ փանար Սուրբ Հոգիի կորձը ոչ Երուսաղեմի, ոչ հրյաներու։ Սամարացիները հրյաներ չէին, խարն հրյաներ էին։ Հրյաները սամարացիներուն չէին սիրեր, սամարացիները հրյաներ չէին սիրեր, ուրեմն Քրիստոսի թագավորությունը շատեր կգարձեին, թե միան հրյաներուն համար է։ Ուրեմն պետք է որ առաքյալները կային եւ այդ առաքյալներու միջոցով Սուրբ Հոգին դրվեր, ինչպես այդ հոգեկալության օրը Երուսաղեմի մեջ։ Անորամար Պետրոս այստեղ եկավ եւ աղոտ գրավ, որպեսզի անոնք Սուրբ Հոգին առնեն, վասնզի դեռ ովևէ մեկուն վրա իջած չէր, հաբամի անդեր Հիսուս Քրիստոսի անունով մգրդված էին։ Մեկ խոսքով դեռ իրենք հավատքի մեջ էին, ընդունեցին Քրիստոսը, հավատացին Քրիստոսը, բայց դեռ վերստին ծնված չէին, քանի որ վերստին ծնվելու սիստեմը դեռ չէր եկած Սամարիայի մեջ։ Եվ այդ Պետրոս բերավ Հովհաննեսին հետ միասին, երբ ցերկ տրին եւ Սուրբ Հոգին իջավ։ Հասկանաք, շատ կարևոր է այստեղ։ Ուրեմն պետք է որ Պետրոսը լար։ Նույն բանը դեսնենք Կորնելիոսի ընթացքին, որ աշխարհի միջև ծայրերը կներկայացնե Կորնելիոսը 10-րդ գլխում մեջ։ Նորեն Պետրոսը գնաց։ Պետրոսը պետք է լար Երուսաղեմ, Սամարիա, աշխարհի ծայրերը։ Եվ անորոշ ցերկը տրավ եւ անոնք Սուրբ Հոգին ստացան։ Առաջին անգամը լալով ինչպես Պենտեկոստեի օրը։ Ուրեմն այստեղ կարևորը մենք գիտնանք, որ ոչ թե քանի որ ցերկ կտնես Սուրբ Հոգին գուկա, այլ պետք է որ Պետրոս ցերկները ասել է միապանվեր Հիսուսի խոսքին, որ Պետրոսին դված էր, ասելով Պետրոս թուն պիտի պանաս արքայությունը մինչև աշխարհի ծայրերը։ Հուսամ հասկացաք, քանի որ այս կետերու վրա շատ ապեղ ծպեղ խոսքեր գլսենք, Սուրբ Հոգի ցերկ տնել, լեզուներ խոսիլ, Սուրբ Հոգի կա եւ այլն, եւ մարդիկ կխառնեն ամենը իրարու, բայց ամեն ինչ իր տեղը պետք է լա։ Դարք ու կանոն է այստեղ։ Եվ հստակ Սամարիայի մեջ պետք է որ Պետրոս կար։ Ցերկ տնել եւ Քրիստոսի տված այդ բոլոր հրամանը Պետրոսի միջոցով փոխանցվեր, որբեսի այդ օրվանե վերջ բոլոր վերստին ծնվածները Սուրբ Հոգի ստանային։ Առանց Պետրոսի ցերկ տնելու։ Քանի որ վերստին ծնունդը Սուրբ Հոգին գուկայ մեկ վերստին գծնի, առանց ովևէ մեկը մեր վրա ցերկ տնի։ Հասկանաք, բայց սկիզբը պետք է լար։ Եվ այս կարևոր է։ Այնադեն ցերկերին տրին անոնց վրա եւ Սուրբ Հոգին, որ Սուրբ Հոգին առնեն։ Երբ Սիմոն թե առաքյալներուն անոնց վրա ցերկ տնելով Սուրբ Հոգին դրվիլը դեսավ, անոնց մոտեցավ, ըստակ տվավ, տրամ տվավ եւ ասավ. Ինձիալ այդ իշխանությունը դվեք, որբեսի որու վրա որ ցերկ տնեմ, անիգա Սուրբ Հոգին առնե։ Այստեղ երկու սխալ բան կա։ Առաջին, որում վրա որ ցերկ տնես Սուրբ Հոգին առնելու ովևէ մեկ կապ չունի, իսկ երկրորդ Սուրբ Հոգին տրամով չառնցվիր։ Սիմոն գգարձեր որ գախարտություն կպատահի։
Սուրբ ոգին երբ որ գուքար, այդ մարդիկ լեզուներ գխոսեին, այդ մարդիկ գփոխվեին, այդ մարդիկ գուրախանային, շատեր գուլային, շատեր ձուն կծրեին, շատեր գծիդաղային։ Մի խոսքով Սուրբ ոգին երբ որ գուքա ամենքուն դարբեր ծևով գտրսևորվի ադալստեմ։ Նույնանման բան չի կա։ Գտեսնենք քոնե կորձարակերոցի մեջ դարբեր է։ Նոր գտակայի մեջ բոլորովին դարբեր է։ Ուրեմն Սիմոն կարծեց թե այս կախարդություն է։ Եվ սա որ ցեզի տրամդամ ես անեմ։ Չէ որ ինքը վարժված է այդպես բաներու, չէ որ ինքը վարժված է մարդիկ իրեն հետևին, չէ որ ինքը վարժված է հպարտությամբ, կորոզությամբ, մարդիկ իր մե վախնան, հարկեն, սիրեն զինք։ Եվ այստեղ, քանի որ գիտեմ որ Պետրոս եւ Հովհաննես հետ պիտի վերադառնա, իրենք ինքը ասավ, ես առնեմ այս իշխանությունը։ Ես նորեն շարունակեմ իմ գախարտությունս, բայց այս անգամ Սուրբ ոգիով։ Հասկանաք իր միտքը։ Եվ այդտեղ են գերևնա, թե ինչ ստացավ Սուրբ ոգին։ Այդտեղ են գերևնա, որ ինք հավատաց, բայց շարժարիթը մաքուր չէր։ Մգրդվեցավ, բայց շարժարիթը մաքուր չէր։ Այսօր քանիներ մեր եկեղեցիներուն մեջ նույնիսկ գահավատան կմգրդվին, բայց շարժարիթին մաքուր չէ։ Անորմալ կոնե մենք մեր ծառայության մեջ կսպասենք երկար ժամանակ։ Մինչև այդ մարդը տեսնենք իրական վերստին ծնունդի Սուրբ ոգի բդուղներ կան կամ չկան։ Բայց այստեղ այս Սիմոն գախարդը հավատաց Պետրոսին, հավատաց խոսքերուն, ընդունեց Հիսուսը, մգրդվեցավ, բայց Սուրբ ոգին չստացավ ինչու, քանի որ սիրտը մաքուր չէր։ Եվ այստեղ Պետրոս ասավանոր համար 20 Քու արձածդ քեզի թե թող գործվի, վասնզի Աստծո բարգևը գարձեցիր թե ըստագով գառնվի։ Դու այդ բանի մեջ մաս ու բաժին չունիս, վասնզի քու սիրտդ Աստծո առջև շիրակ չէ։ Աստծո բարգևը, Սուրբ ոգին բարգև է, նվեր է։ Այդ Աստված գուտա։ Վերստին ծնունդը Աստված մեզ վերստին ծնունդ գուտա։ Մենք վերստին ծնունդ չենք ծնվիր մենք մեզմով։ Աստված պիտի դա որ մենք վերստին ծնվենք, Աստված պիտի դա որ մենք իրական դառնանք եւ Սուրբ ոգին ստանանք, Աստված պիտի դա Սուրբ ոգին որ մենք ստանանք Սուրբ ոգին։ Ամեն հավատացյալ Սուրբ ոգին չէ ստացած անունով հավատացյալը։ Հոս օրինակ Սիմոնը հավատաց, բայց Սուրբ ոգին չուներ։ Ինչի հավատաց, սխալ էր շարժարիթը։ Հավատքը բդուղ են գերևնա։ Սուրբ ոգի ունիս, բդուղներ են գերևնա։ Սիրո նվիրման, ծառայության, խոնարհության բդուղներ են գերևնա Սուրբ ոգին։ Խոսիլ, մոսիլ, ավելորդ ցեվագերբություն ունելը իմաստ չունի։ Նայեցեք այս Սիմոնը ցեվագերբություններ հրավ, վարժված էր գախարտություն ունելու։ Մգրդվեցավ։ Պետրոսին Փիլիպոսին հետներ, ուր որ Փիլիպոս կերտար հետներ, նայեցեք օրեր անցուց, շաբաթներ անցուց, հավատքի մեջ։ Բայց Պետրոս կսե դու մեզ հետ բաժին չունիս, քանի որ քո սիրտը շիլակ չի Աստծո առջև։ Դու քո եսդ քո անձդ կփնտրես։ Շատեր այսօր կհավատան, շատեր ուքան հավատքի, բայց իրենց ներսի շարժարիթը մաքուր չէ։ Իրենց շարժարիթը Քրիստոսի բադվել եւ ծառայել չէ, իրենց շարժարիթը իրենց անձերուն լավելալն է։ Աստված իրենց թուղթերը թող գազմավորե, իրենց կորձերը թող շտկե, իրենց ընտանիքը թող բժշկե։ Շատեր ունին հիվանդ զավակ, գուքան գաբաշխարեն, որ Աստված բժշկե իրենց, այդպես չաշխատի ժողովուրդ։ Ապաշխարությունը կատարյալ նվիրում է Քրիստոսի, առանց ով մեկ ուրիշ շարժարիթի։ Անորամար շատեր այս Սիմոնի նման դիրոջ գուքան, բայց իրենք բաժին չունին Աստծո հետ։ Ուստի այդ չարութենե զղջա եւ Աստծո աղաչե թերևս ներվի քեզի քու սրդիդ չար խորհուրդը։ Միջև այդ որ չար խորհուրդը սրդիդ չփոխես դու չես ներվիր։ Ուրեմն զղջա դարձիր, չար խորհուրդը վերցուր, թերևս եթե շտկվիս, շիդակ շարժարիթ լինես, Աստված քեզ կբժշկե։ Վասնզի ես քեզ մաղցի թարնության մեջ եւ անիրավության գաբի մեջ կդեսնեմ ըսավ Պետրոս, անիրավության գաբի մեջ կտեսնեմ քեզ։ Սիմոն պատասխան տվավ ըսավ դուք ինձ համար աղոտ կրեք դերոջը, որբեսի այդ ծեր ըսածներեն փամը իմ վրաս չիկա։ Գտեսնեք չզղջաց, չզղջաց Սիմոնը։
վախցավ, ասավ բաներ մերեք, որ ես պրոբլեմ չունենամ, իմ վրաս չար բան չլա, բաներ մերեք, աղոթեցեք, գախարդություն մերեք, որ ես իմ վրաս չար բան չլա։ Նորեն շեշտը ինքն է, ես ինձի պրոբլեմ չլա, ես լավը լա ինձի, իմ կյանքս լավը լա, ես լավը լամ, ժողովուրդ այսպես մարդ չի գրնար Քրիստոսի հետևորդ ըլլալ։ Եվ որ շեշտը դուն ես, դուն Քրիստոսի հետևորդ չես գրնար ըլլալ։ Հալելույա։ Որքան Սիմոններ կան այսօր մեր եկեղեցիներուն մեջ, չագերտ յալավադացյալներ, բայց ինձ Սիմոններ են իրենք, անձնական շահերու համար Քրիստոսի հետևին, եկեղեցի հետևին, շատ քիչեր են անոնք, որ գսեն դեր իմ կյանքս քոնն է, ինչպես որ եկո կյանքամ կա, այնպես է թող լա իմ կյանքը, ինձի ոչ մի բան մի դար միայն դու ինձ մեջ երանաս, այս է ճշմարիտ հավատացյալը։ Անոնք ալ վկայություն տալով Տերոջը խոսքին խոսել են, հետո դարձան Երուսաղեմ եւ Սամարացիներու շատ մը քյուրերուն մեջ ավետարանը քարոզեցին։ Պետրոս եւ Հովհաննես ետ կացին Երուսաղեմ միջ կերտային քարոզեցին Սամարիայի մեջ։ Ինչու՞։ Քանի որ դեռ չէին գիտեր, որ Սամարիան արդյոք Աստված պիտի փրկե։ Բայց երբ որ տեսան, որ Սուրբ Օքին եկավ, երբ որ տեսան, որ մարդիկ Քրիստոս ընդունեցին, եկան աղոթեցին եւ հասկացան, որ չէ, նաեւ Սամարացիները Աստված գուզե օրհնել, բժշկել եւ փրկել, եւ սկսան քարոզելու։ Հիշեք, Հիսուսի օրով Սամարացիները գյուղ մնան եւ այս նույն Հովհաննեսը ինչ ասավ Հիսուսին, ասավ գուզես երկինքեն գրակ իջեցնենք այս Սամարացիներուն վարենք։ Քանի որ կգարձեին, որ Սամարացիները պիտի չփրկվեին, միան հրյաները, այդպես կգարձեին հրյաները։ Քանի որ այդպես իրենց սորվեցուցած են, որ միան հրյա, բայց Հիսուս որ եկավ, ասավ ոչ թե միա հրյա, այլ աշխարհի միջև ծայրերը։ Բոլոր անոր ինձ ընդունի, իշխանություն պիտի դրվի անոր Աստծո որդի կոչվելու։ Մեծ նորություններ էր այս բոլորը առաքյալներուն համար։ Հալելույա։ Տերը օրհնե մեզ։ Այսօր գանքնինք այստեղ սիրելիներ։ Մեծ ուրախություն է մեզ տեսնելու ավետարանի հարաճացումը։ Գնա քո ընտանիքիդ մեջ, ավետարանը քարոզե, գնա հրաշքներ կատարե, գնա Տիրոջ գործի մեջ գործե, ցերկը տիր հրաշքներ թողնան, բայց խոնարհիր Տիրոջ առջև, բարձ Ստեփանոս եւ Փիլիպոս եղիր, բարձ ծառայող, քո դեղական եկեղեցի մեջ ինչ կսեն քեզի ադիկա կատարե, առանց ոչ մեկ բան փոխելու, նույնիսկ ամենեն վատ գործը որ գսեն քեզի ըրե, գնա քո դեղական եկեղեցի մեջ, ինչ որ պետք է ըրե, զոհվիր Տիրոջ դաշտին մեջ, դերը կբարձրացնե քեզ, Ստեփանոսի մեջ կերևնա քեզ, Փիլիպոսի մեջ հրաշքներ կուտա քեզ, մարդիկ կուտա քեզ, ամբողջ Սամարիան կփրկվի քո շնորհիվ, եթե դու մնաս հավատարիմ Տիրոջ քայլի մեջ։ Ահավասիկ ավետարանի ընթացքը, ահավասիկ ավետարանի շարժումը, ահավասիկ ավետարանի ավելի շտակը եկեղեցի սկիզբը։ Մի խապվիկ ժողովուրդ, վերադառնանք գործ առաքելոցի, վերադառնանք ավետարանի հավատքի եկեղեցական շարժումներու, եկեղեցական սկզբունքներու, ինչ է հավատքը, ինչ է մգրտությունը, ինչ է եկեղեցին, ինչ է աշակերտը, ինչ է նվիրվածը, ինչ կնե դեր այս բոլորով եւ ինչ է մեր առաքելությունը իբր Քրիստոսի հետևորդներ։ Հալելույա։